Օգոստոսի 8-ից հետո, եթե ասում եք խաղաղություն, ապա պարտավոր եք փակել ցանկացած պետական ծրագիր, որը տարածքային պահանջ է ներկայացնում Հայաստանի դեմ։ Արևմտյան Ադրբեջան կոչվող նախագիծը հենց այդ պահանջի աղբյուրն է։ Հայաստանի ողջ տարածքը ներկայացվում է որպես ադրբեջանական, խոսվում է այսպես կոչված վերադարձի հայեցակարգից եւ ըստ արտահոսած պայմանագրերի ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից։ Սա արդեն ոչ թե շարքային հասարակական կազմակերպության կարծիք է, այլ պետության կողմից ֆինանսավորվող արշավ, ատելություն, կեղծ պատմություն, ապագա ճնշումների համար նախապատրաստություն, եւ այս պայմաններում խաղաղության մասին խոսելը դառնում է թղթի վրա գրված ձևականություն։ Վստահություն չի կարող լինել, երբ մի ձեռքով ստորագրության լեզու ես օգտագործում, մյուսով պետական փողերով ներարկում տարածքային հավակնության քարոզչական ենթակառուցվածքների մեջ։ Հայաստանի պահանջը այս իրավիճակում Բաքվից պետք է լինի շատ հստակ. փակել այդ կառույցը, դադարեցնել պետական ֆինանսավորումը, դադարեցնել կոնֆերանսներն ու քարոզչությունը եւ պաշտոնապես հրաժարվել արևմտյան Ադրբեջան թեզից։ Սա ոչ թե սովորական ցանկություն է, այլ օգոստոսի 8-ից հետո խաղաղության նվազագույն պահանջ։ Կամ Ադրբեջանը փակում է արևմտյան Ադրբեջան ծրագիրը, դադարեցնելով ֆինանսավորումն ու քարոզչությունը, կամ ինքն է խոստովանում, որ խաղաղությունն իր համար պարզապես քող է։ Խաղաղությունը չի կարող ապրել Հայաստանի քարտեզը կեղծող պետական ծրագրի կողքին։ Այդտեղ այլևս բանակցություն չէ, խաղաղություն չէ, այլ շանտաժ։